Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որքանով ես եմ իմ իրանցի գործընկերներից լսել եւ իմ գործընկերներն են իրանցի գործընկերներից լսել, հարցեր Իրանում որոշակի առաջացրել է, հարցերին տրվել են պատասխաններ եւ հիմա եւ մենք եւ Իրանը ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հնարավորություններ ենք տեսնում ավելի, քան որևէ, ասենք, չգիտեմ, բաց հարցեր կամ նույնիսկ մտահոգություններ կամ էլ չասած ոնց որ դուք ձևակերպեցիք խնդիրներ։ Նորից եմ կրկնում, այն ենթակառուցվածքները, որոնք կառուցվելու են կամ վերակառուցվելու են, գործարկվելու են կամ վերագործարկվելու են, նույն Իրանի համար հնարավորություններ է ստեղծելու, ինչի պետք է Իրանը դեմ լինի այդ ծրագրերին։ Նույն տրամաբանությամբ Ռուսաստանը ունի ներգրավվածություն Հայաստանում ենթակառուցվածքներում, ունի։ Ամենաշատը հələ։ Հնարավորություն է ստեղծվելու իրանք նաև առնչվեն այս թեմաների հետ։ Այո, եւ մենք այս մասին լսել ենք պաշտոնական մեկնաբանություններ Ռուսաստանից, եթե չեմ սխալվում, որ իրենք էլ են պատրաստ մասնակցել, իրենք էլ են պատրաստ աջակցել։ Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասեց, որ ռուսական կողմին առաջարկել է եւ մեր ծրագիրն է ներկայացրել, ասելով, որ պակասող որոշակի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքները պետք է հնարավորինս արագ վերակառուցվեն։ Սա ներգրավման ձև է, այո, կարծում եմ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր ենթակառուցվածքային, բայց նաև մյուս ծրագրերը, որոնք Հայաստանում կարող են կենսագործվել եւ կենսագործեն, ձեռնտու լինեն եւ բխեն առաջինը Հայաստանի Հանրապետության շահերից, մեր հարևանների համար նաև շահավետ լինեն, այսինքն փոխշահավետություն լինի, եւ նաև այլ հետաքրքրված շահագրգիռ գործընկերների, դա լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա լինի Եվրոպական միությունը, դա լինի Ռուսաստանի Դաշնությունը, դա լինի, չգիտեմ, Մերձավոր Արևելյան երկրներ եւ այլն։